Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը վախենում է նախընտրական փուլում ուղղա իր թիմակիցներին, NGO-ներին, բանին, որ իրենց տակեն ու որոնց հետ լափելու են այդ Եվրոպայից եկած փողերը, իհարկե հանձնարարված է ամբողջ ծավալով Ռուսաստանի անունը տալ։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքը զգուշանում է Ռուսաստանի անունը տալ, որտեղ Նիկոլ Փաշինյանը վարում է արտաքին քաղաքականության երկակիության քաղաքականություն, արտաքին քաղաքականությունը երկակիության հիմքով է վարում։ Այսինքն, այս փուլում աշխարհակաղակական բոլոր կենտրոններից իրեն ապահովագրելու համար կամ այն կամպանիան, որ մտադիր է իրականացնել, ընտրական, ինքը շատ գլոբալ հարցերում էր դիմում այդ քայլին։ Տեսեք, նույն թրիփը կասկած չունեք, չէ՞, որ արևմուտքում բոլորը այդպես են ընկալում ու արևմուտքում էլ ինքը մտել է այդ պարտավորության տակ, որ դա ծրագիր է, որով պիտի Ռուսաստանի ազդեցությունը այստեղ չեզոքացվի։ Եվ այդ ծրագիրը այդպես էլ կա։ Ամերիկացի, եվրոպացիք շատ բացահայտ այդ մասին խոսում են։ Բայց նույն թրիփը ինքը վաճառում է կներեք Վլադիմիր Պուտինի վրա, վերջին հանդիպումը հիշեք։ Սա դա Ռուսաստանի համար լոգիստիկ եւ ենթակառուցվածքային նոր հնարավորություններ է ստեղծել։ Նման երկակիություն իրենց չեն կարող թույլ տալ նաեւ գերտերության ձգող շատ երկրներ, որտեվ դա բերելու է վերջո նրան, որ դու աշխարհակաղակական տարբեր կենտրոններում կամ բոլոր կենտրոններում կորցնելու ես վստահելի գործընկերոջ իմիջը, ի վերջո նույն ապրանքը չես կարող տարբեր փաթեթավորման բոլորի վրա։ Հա, բայց դրանից